Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր մենք մոտ կրկին ինչու Հայաստանում չեն վստահում դատականացիաներին շարքիչ մամուլի ասուլիսը։ Մեր բանախոսներն են ձեզ բոլորիդ ծանոթ Վարդ Հովհաննիսյանը, Աքիլես Վարորդների իրավունքների պաշտպանության նախագահը, Հաստաբանների պալատի անդամ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը և Մկրտիչ Դանելյանը, ում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 7 տարի ազատազրկման։ Թե ինչ պատմություն է, ինչպես է առաջացել այդ դատապարտումը եւ այլն, այսօր մեր բանախոսները կներկայացնեն եւ ինչպես սովորաբար այս ասուլիսների ընթացքում լինում է, մեր բանախոսները ներկայացնում են այսպես ահակող փաստեր, որոնք հակասում են սովորաբար առողջ բանականությանը, տրամաբանությանը եւ օրենքներին։ Ցավոք սրտի Հայաստանում միշտ չի, որ օրենքի իրականացումը հնարավոր է կատարած։ Ես երևի մեղմ եմ ասում։ Համեցեք, պարոն Բաղդասարյան, երևի դուք սկսեք։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ ընդունել եք հրավերել եւ հետաքրքրություն եք հայտնել այս թեմային ներկայացել եք մամուլ ասուլիսին եւ կլուսաբանեք այն խնդիրները, որ մենք մեր կողմից կհնչեցնեն այստեղ։ Նախ ուզում եմ համակարգային ներկայացնեմ խնդիրը ինչու՞մն է կայանում եւ փորձեմ ոչ իրավական լեզվով, այլ սովորական լեզվով ներկայացնեմ համակարգային խնդիրը ինչու՞մն է կայանում։ Բանը նա է, որ Հայաստանում գործում են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում ընդունված կոնկրետ նշեմ 1988 թվականին ընդունված ընթացակարգեր, որոնցով պարզվում է, թե վթարից հետո ով է մեղավոր կամ ով է կատարել զանցանք պայմանավորված հետևանքներից։ Ինչու՞մն է կայանում այդ ընթացակարգերը։ Ընթացակարգերը մշակվել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, քանի որ այն ժամանակ չկային համակարգիչներ, այն ժամանակ չկային տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ նախաքննական մարմինը որոշում էր կայացնում, թե ոնց է տեղի ունեցել ավտովթարը, ով է եղել ղեկին, ինչ արագությամբ է շարժվել ավտոմեքենան, վարորդը ինչ արագությամբ է շարժվել եւ դիմում էին փորձագետներին, դատավտոտեխնիկներին հարցադրման, հա, թույլ է տրվել այս իրավիճակում տեխնիկական տեսակետից վարորդը կամ հետիոտնը խախտում թե ոչ, եւ որպես կանոն, ձեզ ասեմ, Ախիլեսի նախագահն ավելի շատ ստատիստիկ տվյալներին է տիրապետում, որպես կանոն Հայաստանում վարորդները դառնում էին մեղավոր։ Դա ոչ թե նա պատճառով էր, որ Հայաստանում վարորդները չէին կարող վարեին, եւ ոչ թե նա պատճառով էր, որ մեր մոտ ճանապարհիերության կանոնները էապես տարբերվում են եվրոպական երկրների կամ խորհրդային կամ Ռուսաստանի երթևեկության կանոնին, այլ պատճառը կայանում է նրանում, որ ընթացակարգերը, որոնք սահմանված են եւ գործում են այսօր Հայաստանում, դա խորհրդային ժամանակաշրջանից ընդօրինակած ընթացակարգեր են, երբ քննիչն է որոշում կամայականորեն, բացարձակապես կամայականորեն, ոնց է եղել վթարի մեխանիզմը։ Փորձագետները ընդհանրապես արձանագրում են խախտման առկայությունը կամ բացակայությունը։ Իրականում եվրոպական երկրներում արդեն 20 տարի է գործում են համակարգչային ծրագրերով եւ նոր ընթացակարգեր, որտեղ փորձագետներն են որոշում վթարի մեխանիզմը, այսինքն, ինչ արագությամբ է գնացել ավտոմեքենան, հետիոտն ինչպես է ատել ճանապարհը, այլ ոչ թե կանչում են դուժողին, ասում են դու ցուցմունք տուր, որ 120 արագության տակ է ավտոմեքենան գնացել, մենք կդատենք վարորդին, դու կստանաս քո փողը։ Այսինքն դուժողը շագրված ունելով իր վնասի հատուցումը ստանալով, քննիչը շագրված ունելով իր ցուցանիշները ապահովելով, վարորդը այսօր դառնում է Հայաստանում անպաշտպան։ Իսկ հələ պատկերացեք քննիչը կամ դատախազը տվյալ գործով անձնական շահ ունեն հոգուտ դուժողի։ Ինչա տեղի ունենում։ Դատախազ կամ քննիչը, դատախազ իր հերթին ցուցում է տալիս քննիչին, թե ինչպիսի ելակետային ձեռք բերի դուժողից, դուժողը գրում է իր ցուցմունքը եւ դուժողի ցուցմունքի հիման վրա կայացնում են դատական ակտեր եւ դատապարտում են անձանց։ Բազմաթիվ օրինակներ կարող եմ ներկայացնել, որ վկաների մեղադրյալի ցուցմունքները հիմք չեն ընդունվում, հիմք են ընդունում միայն դուժողի ցուցմունքները, այն անձի, որը շագրված է մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ տվյալ անձանց, ոնց որ մենք Մկրտչի օրինակ ունենք, 7 տարի ազատազրկում ենք դատապարտում։ Այս իրավիճակը ուղղելը հնարավոր միայն, հա, ես համարում եմ սա լուրջ խնդիր մեր Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մենք յուրաքանչյուրս կամ հետիոտն ենք, կամ վարորդ ենք, կամ մենք ազգական ունենք, որ վարում է ավտոմեքենան կամ հետիոտնը եւ չենք ուզում հայտնվենք մի իրավիճակի, որ դատախազը կամ քննիչը վեկալի կաշառք, ցուցում տա քննիչին ինչպեսի ցուցմունք վեկալի դուժողից եւ մեղավոր վարորդը
բաց թողնվեն, իսկ անմեղ անձը կալանավորվի, պայմանավորված կամարտությունից դատախազի։ Մենք Մկրտիչ Դանիելյանի գործը ուղղակի ուզում ենք ներկայացնենք որպես օրինակ, տեսեք, անձը բացարձակապես մեղ չունի, դա փաստվել է փորձագիտական մի շարք փորձագետների եզրակացությամբ, այս գործը ես ասել եմ Հանրապետության նախկին նախագահացած Ուչիսկովի մակարդակի գործը, այս գործը երկրորդ կուրսի ուսանողը կարող լուծել, բայց արի տես անձին փոխարենը ազատ արձակեն եւ ներողություն խնդրեն, քանի որ կան անժխտելի ապացույցներ եւ փորձագիտական մի քանի 3 եզրակացություն, որ փաստում են անձի անմեղությունը, դատավորը որոշում է ինքնուրույն ինչպես ինքն է ձևակերպել, ներքին համոզմունքով ղեկավարվել, հայտնելով, որ գիտությունը սխալ է, անգամ այնպիսի ձևակերպում է տվել, որ ըստ դատավոր Կոտայքի մարզի Արաչյացյանի դատանի դատավոր Վաղենակ Մկրտչյանի կարծիքով Նյուտոնի առաջի օրենքը ինքը վկայակոչել է, որ չի համապատասխան իրականությանը, քանի որ ինքը ներքին համոզմունք ունի։ Ասեմ պրիմիտիվ օրինակ, ինչ են անձին դատապարտել եւ Նյուտոնի օրենքը սխալ հանել եւ խոսքը կփոխանցեմ պարոն Հովանեսյանի։ Բանը նամն է, որ եթե դուք նստած եք տրանսպորտային միջոցի մեջ եւ աչից հարված եք ստանում, մեջի գտնվող մարմինը գնում է հակառակ այդ ուղղությամբ։ Սա Նյուտոնի առաջի օրենքն է։ Մեր հանրապետության դատախազ Վաղենակ Մկրտչյանը որոշել է, եթե ավտոմեքենայից աչից հարված ստանալ, այդ մարդը դեպի ձախ կգնա այդ մեքենայի հարվածի ոչ թե հակառակ ուղղությամբ, այլ դա ուղղությամբ։ Պատկերացեք, մեքենա որ խփում է, դուք ֆիզիկայի կանոնն է, գնում եք դեպի այդ հարվածի ուղղությամբ։ Սա մի քանի դար առաջ ընդունվել է որպես աքսիոմա։ Մեր դատավոր Վաղենակ Մկրտչյանը ասում է իմ ներքին համոզմունք դա տես չի կարող լինի։ Եթե աչից հարված է, մարդը դեպի ձախ պիտի գնա, խի պիտի գնա դեպի աչքում։ Պարզաբանվել է մեր կողմից, փորձագետները տվել են եզրակացություն, որ միանշանակ ղեկին չի գտնվել տվյալ անձը, քանի որ այս Նյուտոնի օրենքի եւ ուղղակի ապացույցների շարունակում կներկայացնենք նաեւ քիչ առաջ, քիչ հետո ինչ ապացույցներ կան, երբ որ հայտնաբերել են մյուս անձի ծնկի հետքը, հագուստի հետքը ավտոմեքենայի ղեկի տակ է, բայց փորձագետը դատավորը ասում է հավաստի չի նշանակ ներկայացնում այդ հետքը։ Այն դեպքում, երբ որ փորձագետները հետքը պատկերացնում են ոնց է, հետքը լուսանկարում են, դնում են խոշորացուցիչ տակ, բացում են, հագուստը լուսանկարում են, բացում են խոշորացուցիչ տակ, համեմատում են, տեսնում են, եթե նույնն է, ասում են նույն մարդուն է։ Փորձագետները այդ մեթոդով պարզել են, որ հագուստը, որը շարտաբաթը, որը հագած էր մյուս իրական վարորդի Գագիկ Հովսեփյանի հակին համապատասխանում է ղեկի տակի հայտնաբերված հետքին։ Ավելին իր կոշիկի հետքը հայտնաբերել են վթարի արդյունքում դռան վրա, այսինքն դռան վրա հայտնաբերել են կոշիկի հետքը, դատավոր Մկրտչյանը ինչ եզրակացություն ունի, որ մարդը կարող է նստել կողքը, իր տաբաթի հետքը հայտնվել ղեկի տակ, կոշիկը հայտնվել Զաղ դռան վրա, իսկ վարորդը, որը նստած է ղեկին, այսինքն ըստ իր կարծիքի Մկրտիչը իր հագուստը հայտնվի աջ դռան վրա, մխրճված իր մազիկները եւ աջ կողմի դռան ապակիները հայտնվեն իր հագուստի մեջ։ Այն դեպքում, որ 3 փորձագետներ միանշանակ պնդել են, որ ղեկին գտնվել է Մկրտիչ Դանիելյան։ Ճիշտ է, իրականում ղեկին գտնվել է Գագիկ Հովսեփյանը, իսկ ուղևորի տեղը նստած է Մկրտիչ Դանիելյանը։ Ես ինքս համոզված եմ, որ սա ընդամենը դատավորը լուծել է տեղական ինքնակառավարման մարմնի շրջանակում քաղաքական հարց, այսինքն այնտեղ ազգակցականները այնպես է դասավորված, մեկը գործող քաղաքապետն է, մեկն էլ տուժող կողմը նախկին քաղաքապետն է։ Իրանց քաղաքական խնդիրները լուծելով, պարոն Մկրտիչ Դանիելյանը եւ գործով անցնող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը որոշել են լուծել քաղաքական խնդիր, թե քաղաքապետ ով կարող է տվյալ տարածքում լինի։ Այսինքն Մկրտիչ Վաղենակ Մկրտչյանը մտածելով, որ ինքը աշխատում է մի վայրում, որտեղ քաղաքապետը միգուցե դուրը չի եկել, ասում է դե բերեք քաղաքապետի բարեկամին դատենք, իսկ այն նախորդ քաղաքապետի լավություն անենք, քանի որ դատախազը որոշակի շահագրգռված ունի, իր բարեկամները այդ տարածքում են աշխատում, բերեք հարցը ցես լուծենք։ Եվ արդարացություն իրականացնելիս անկեղծ եմ ասում, դատախազը հայտնում է, ես ցավում եմ դժով, բացարձակապես ոչ դատավորը, ոչ դատախազը չեն ցավում։ Դատավորի խնդիրը լուծել իր անձնական շահը, իր բարեկամներին պաշտոն նշանակելու համար, դատավորի զուտ խնդիրն է դատախազի դեմ չգնալ եւ դրա պատճառով երբ կարդում ես դատական ակտը, տեսնում ես, որ մի դատավորը, որ նորանշանակ երիտասարդ դատավոր, պետք է ձգտի օրենքով, չէ, առաջին գործերն է ձգտի օրենքով վարվել, նա որոշում է գնալ փորձագետների դեմ, նա որոշում է, որ դատաբժիշկ փորձագետները սխալ են, մեկ օրինակ բերեմ կպատկերացնեք ինչա գրել դատական ակտում։
Դեպքից հետո հայտնավել է ինքը մեքենայից դուրսը Մկրտիչ Դանիելյանը։ Եվ փորձագետները պատճառաբանում են, որ ինքը նստած աջ նստատեղում պատուանից դուրս է թռել, որտեղ տեսեք, աջից հարվածը պատուանից անձը դուրս է թռնում։ Եթե դիմացից հարված էին, չկոշկված անձը դիմացից է թռնում։ Հարվածը ավոր ուժգին է եղել, այսինքն մի մեքենան գնացել է 60, մյուսը մոտապես 100 կմ/ժ, այսինքն 160 կմ/ժ, պատկերացրեք ինչ ուժգին հարված եւ մարդը ներսի նստած մարդը դուրս է թռնում։ Եվ ստացել է գանգուղեղի հիմքի կոտրվածք, որը փորձագետները որակել են, որ նման կոտրված ստանալու դեպքում մարդը չի կարող շարժվել։ Ինչա գրում մեր հարգարժան դատավոր Մկրտիչ Վաղինակ Մկրտչյանը, նա պատճառաբանում ասում է, անհիմն է փորձագետի եզրակացությունը, իմ ներքին համոզմունքով, գանգուղեղի կոտրվածքով, հիմքի կոտրվածքով անձը կարա հանգիստ դուռը բացի, մեքենայից դուրս գա, անցնի որոշ տարածություն գնի։ Այն դեպքում, որ գիտության տեխնացուները, դոկտոր նավակ բժիշկները ասում են նման բան հնարավոր չի։ Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, որտեղ չգիտես ինչու դատավորները, քննիչները, որպեսզի իրենց անձնական շահը բավարարեն, մխրճվում են փորձագետների լիազորությունների մեջ, որոշում են վթարի մեխանիզմները եւ դրանով կամ մայականորեն ցանկացած մեզանից կարան մեղավոր ճանաչեն, որովհետեւ եթե չլինի գիտական հիմնավորում, ես կարամ միշտ էլ ասեմ, ներքին համոզմունքը ունեցա, որ Սոնան այսօր ինքն էր մեքենայի մեջ վարում էր, ինքն էր մեղավոր, չես կարող ոչ մի ձև ապացուցել, եթե խոսքը վերաբերում է դատավորի ներքին համոզմունքին։ Դե դատավոր կասի, ոնց է տես Նյուտոնն էլ էր սխալ աչքից, այս Նյուտոնը որ գրել է ներքին համոզմունքն է, որ հարվածից հետո դեպի ձախ կգնա մարդն, չի է դեպի աջ գնում։ Այսինքն ոչինչ չես կարողանես։ Այսինքն մարդը կայնած է 7 տարվա ազատազրկման շեմի, ոչինչ չի կարողանում, որովհետև թե բոլոր փորձագիտական եզրակացությունները իրեն օգտին են, ուղղակի նշված է եւ ինչ ասում փորձագետը։ Դատավորը ասում է չի ներշնչում իմ համոզմունք են եզրակացություն, միանշանակ գրել են, որ մարդը խախտում չունի։ Ինչի չի ներշնչում։ Կատեգորիկ գրել են, որ խախտում չունի։ Ինչի չի ներշնչում։ Եթե կա գիտություն եւ մարդը 10 քանի փորձագետ, 10 քանի փորձագետ, 14 փորձագետ փորձակնություն են կատարում, տեսնում են, որ իրականում ղեկին գտնվող անձը նախկին քաղաքապետի բարեկամն է, իսկ կողքի նստածը ներկա քաղաքապետի բարեկամն է։ Այդ ինչը չի ներշնչում իրան համոզմունք։ Ես փորձեմ փոխանցեմ եւ պարոն Հովհաննիսյան ինձ թվում ավելի մանրամասն կներկայացնի եւ ստատիստիկ տվյալներ եւ իրական իրավիճակը, թե ինչքանով է մեր պետությունում վթարների գործում օրենքը եւ ինչքանով է մեր վարորդները պաշտպանված այսօր։ Շնորհակալություն, որ հնարավորություն տվեցիք, որ Աքիլես կազմակերպությունը մի քանի խոսք կարող է ասել դատավարությունների մասին։ Մենք հիմնականում զբաղվում ենք վարչական գործերով, այսինքն վարորդների նկատմամբ ընդունված վարչական ակտերը այն է խախտումները, կոնկրետ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները պաշտպանելու իրանց այլ որ քաղաքացին ասում է վարորդը, ասում է որ ես այդ խախտումը չեմ կատարել։ Եվ այն իրավիճակը, որ հիմա նկարագրեց Բաղդասարյան Կոլյան, դուք գիտեք ինչ, ոնց որ դառնում է մի ընդհանուր այդ գիծ, սա ոնց որ այ մի գիծ է, որ գնում է նույն այդ ճանապարհով, մենք ունենք դեպքեր, երբ որ դատարանը դառնում է փորձագետ, սկսում է ասել թե իսկ մեկ արագաչափը ոնց է աշխատում, իր ներքին համոզմամբ այ այդպես է աշխատում, ոնց որ ինքն է կարծում եւ ոչ թե ոնց որ շահագործման այդ ինստրուկցիան։ Մի խոսքով մենք ունենք դեպքեր, երբ որ ակնհայտ, երբ որ ոնց որ ասում են փոսա, մեքենան պետք է չի կարող այդ փոսով անցնի, պետք է շարժվի հատելով հոց գիծը, շարժվի ինչ որ մի ուղղությամբ։ Գիտեք ինչ դատավորը չի տեսնում այդ փոսը։ Իր վճռում ընդունել է չնայած ապացույցները, որը թե փոս է եղել, բայց վճռում մի բառ չկա գրած այդ փոսի մասին եւ գրում է որ վարորդը խախտում է կատարել։ Դե այդ ես այտենց դեպքեր մենք շատ ունենք։ Եվ դա գալիս է նաեւ որոշ ես հիմա ասեմ ինչ հանգամանքներով է այդ ամեն ինչը գալի։ Տպավորությունն է, ոնց որ դատավարությունը դառնում են պետական մարմնի տվյալ դեպքում ճանապարհային ոստիկանության փաստաբանը։ Դատարանում գիտեք ինչ ուղղությունը տանում են այդ ուղղությամբ, այ մի հատ հարց չեն տալիս պատասխանողին, ինչ որ հարցեր կա տալիս են հայցվորին, այսինքն մեր պաշտպանյալին, եւ այսպես եզրակացություններում գրում են այնպիսի բաներ, որ նու հնարավոր չի։ Մենք այս արդեն երկրորդ տարին է պայքարում ենք 19 կետը որ կիրառ են, երբ որ դեղին լույսը վառում է, վարորդը հնարավորություն չունի կանգնելու կամ գծի առջև շարունակում է կամ կանգնում է,
եթե այդ անհրաժեշտությունը կա, որտեղ երկու դեպքում էլ գրած է, եթե վարորդը առանց կտրուկ արգելակելու հնարավորություն չունի կանգնելու կան գծի առջև, ապա նա կարող է շարունակել երթևեկությունը։ Եթե չի կարող կանգնել ու չի կարող երթևեկել, նա ինչ խախտում է արել, կարող է մեկը կարա ասի։ Ոչ մի խախտում էլ չի կատարել, որտեղ գրածը կարող է, չի գրած պարտավոր է։ Այսինքն երկու դեպքում էլ կարող է, հետևապես դա համարել խախտում չի կարելի, բայց օրենքում գրել են, որ կան գծի վրա կանգնելը 10,000 դրամի տուգանք հաշվում։ Եվ դատավորները ասենց աչքերը փակում են, ասում են դե կես մետրի վրա մենք ունենք ապացույց, երբ որ դատավոր Մկոյանը գրել է, որ այո կա, որ կես մետրի վրա մեքենան կանգնել է, տեսանյութը ցույց է տալիս, ներողություն, կես մետր կան գծից հեռավորության վրա, երթևեկելով 30-40 կմ/ժ արագությամբ, գրել է, որ պետք է կանգներ կան գծի առջև։ Հետո ինչ, այլ պետք է կանգներ։ Եվ նման բան ունենք վերաքննիչն էլ այդ հաստատել է, դե վճռաբեկը ինչ անում, հետ է ուղարկում գործը, վերջ։ Ունենք ծանոթանալով այս գործերի հետ մենք տեսնում ենք հետևյալը, որ ինչպես ճանապարհային ոստիկանությունը, այնպես էլ քննիչները ուղարկելով փորձագետին հարց են տալի, ասա ճանապարհային երթևեկության կետի որ կանոնների որ կետն է խախտել, թե քո ինչ բանն է որ կետն է խախտել այդ փորձագետը, եւ փորձագետն էլ պատասխանում է խախտել է այսինչ կետը, դա իր իրավասությունը չի։ Փորձագետի եւ առավել քննիչը իրավունք չունի տալու այդ հարցը փորձագետին։ Դե փորձագետն էլ դե քննիչը հարց է տալի, ոչ չպատասխանի։ Եվ պատասխանում են բազմաթիվ դեպքերում սխալ են պատասխանում, որտեղ ինքը իրավունք չունի մեկնաբանելու։ Այդ մեկնաբանության իրավունքը չի տված ոչ քննիչին, ոչ էլ բանին, այդ փորձագետին։ Նա ընդհանրապես պետք է կատարի այն, ինչ որ փորձաքննությունը տալիս է, միայն մեխանիզմը, ինչա տեղի ունեցել։ Այսինքն բախումը ինչպես է տեղի ունեցել։ Վերջ, ես նկատի ունեմ ավտոտեխնիկական փորձաքննության վերաբերյալ եմ ես ասում։ Այսինքն մենք ներկայացնենք, Գնիկ Պանովյան, ներկայացնենք, որ եւ ոչ պետություն չեք գտնի, որ նման եւ ուզում եմ հենց այդ ասել, որ ոչ մի աշխարհում իմիջելով դա միայն սովետական միության ժամանակ էր այդպես։ Պրիբալտիկան արդեն հանել է այդ մնացած հանրապետություններն են այդ ճանապարհով գնում, բայց մենք մնացել ենք ու որովհետև դա բոլորին ձեռ է տալի, պետական մարմիններին դա ձեռ է տալի եւ այդպես էլ շարունակում են աշխատել։ Մենք ձեռք ենք բերել մի հոյակապ ծրագիր, աշխարհում ամենալավ ծրագիրը, դրանից լավ ծրագիր գոյություն չունի աշխարհում։ Աքիլես կազմակերպությունը ի շնորհիվ մեր հովանավորների Եվրասիա եւ USAID-ի հովանավորությամբ մենք գնացել, սովորել, ունեցել ենք, ձեռք ենք բերել այդպիսի կրաշ ծրագիրը։ Դեք պատկերացնում եք, հնարավոր չի այստեղ 2 տարի մենք այդ ծրագիրը ունենք, չեն կարողանում մտնել դատարան, չեն կարողանում իրականացնել այն, ինչ որ արդեն Ռուսաստանն է անում, իդեպ ասեմ արդեն Ռուսաստանն էլ է անցել պիսի կրաշ։ Մեզ մոտ այստեղ հնարավոր չի, փառք Աստծո, մի դեպքում մենք ունենք արդեն վերջացրած այդ պիսի կրաշով տված ծրագիր, բայց դա եզակի դեպք է։ Մենք ուզում ենք, որ դա մասսայական ստանա, մասսայական այդ կիրառում ստանա մեր հանրապետությունում։ Պատկերացնում եք ինովացիոն այդ ամենաառաջատար ծրագիրը փաստորեն չի աշխատում։ Պարոն Ավեսյան, ներկայացնենք, որ խնդիրը ինչու՞մն է իրականում կայանում, որ քննիչին եւ դատավորներին, դատախազին ձեռ է տալիս կամայականորեն որոշել ով է մեղավոր, ով է մեղավոր։ Հեշտ տարբերակն է կանչել տուժողին, իրանց ցանկալի ցուցմունքը վերցնել եւ ասել էս մարդը մեղավոր է։ Ես մի հատ էլ մի բան ասեմ, մի բան էլ ասեմ, վթարների վերաբերյալ ամենակարևոր հանգամանքը դա որոշել արագությունները։ Մեքենաների բախման պահին արագություն։ Այդ ծրագիրը շատ մեծ ճշտությամբ մինչև մոտավորապես ինչքան շատ ելակետային տվյալ 5% առավելագույնը, թե չէ ստույգ տալիս է այդ մեքենաների արագությունը, բայց ոչ մեկը չի ուզում դա կիրառել։ Ես մի հատ գործի, ես էլ շատ բարի։ Միկրոֆոնները մոտ կտանեք։ Ներողական ձեր ասում
Գործը դեպքը տեղի ունեցել հոկտեմբերի 25-ին 2008 թվականին։ Ես վթարի արդյունքում բացի որ այդ Հրազդան Անկավան ճանապարհի վրա եղել դեպքը, մենք աղավնաձոր դուրս են գալիս Հրազդան գալու նպատակով։ Բացի այն, որ ես հայտնվել եմ դրսում, ես դեպքից անմիջապես հետո կոմայում եմ հայտնվել ու հույս էլ չեղել, որ ես կվերականգնվեմ։ Չգիտեմ, ասենք բժիշկների եւ Աստծո կամոք ես այսօր ողջ եմ մնացել։ Այդ կարգի վնասվածքների պարագայում չնայած փորձակնություններն հետո կանդրադառնանք, այդ սկզբնական շրջանում տեղի ունեցել Ինչ է եղել։ վթարը եղել է Mercedes, մենք եղել ենք Mercedes մեքենայի մեջ, վարորդը եւ սեփականատերը իր մեքենայի, Հովսեփյան Գագիկ է եւ ես կողքը նստած եկել ենք որ գանք Հրազդան։ Ճանապարհին մեքենան բախվել է 06-ի եւ վարորդը եւ ուղևորը տեղում մահացել։ Հետո ես որ դեսում եմ եղել մարդիկ մոտեցել են անգիտակից ընկած արունի մեջ չաղախված, ինձ վերցրել տեղափոխել են Հրազդանի հիվանդանոց։ Հրազդանի հիվանդանոցում տեսել եմ որ կարող ես ընդհանրապես չապրեմ, նույնիսկ բժիշկն ասել է սրան տանեք Երևան ինչ անեք, մորը բերեք թող վրեն լացի, որտեղ արդեն մահացած է, ոչ մի բան չկա։ Մի խոսքով մարդիկ համոզել են որ չէ բերեք տանեք, կարող է փրկեն մարդու կյանքը, տարել են Երևան ու 6 օր հետո նորից ասենք աշկերտս բացել են կոմայից հետո։ Ունոր Հեկին ես չէի, այդ Mercedes մեքենայի վարորդը ոչ Իմ ոչ բաներ, համագյուղացի է եղել, ճանապարհին ես դուրս եմ եկել Հրազդան գալու նպատակով, պետքա երթուղային տաքսին գա, հենց այդտեղ իմ բախտը որ չբերեց, վարկանների տարբերությամբ ինձ մոտեցել է ինքը իր կամքով կանգնեց իր մեքենայով, ես էլ նստել եմ այդ մեքենան, դուրս ենք եկել, ինքը նոր 3 օր էր ընդամենը որ գնել այդ մեքենան եւ ոչ է վարորդական իրավունքի վկայականն է։ Եվ որ քաղաքապետի ազգականներ։ Ինքը նախկին Հրազդանի քաղաքապետի ազգականներ Առաջի ցուցմունքում նախաքննական առաջի ցուցմունքում էլ ասեմ որ նախաքննական առաջի ցուցմունքում ինքը ասել է որ ինքն է եղել իր մեքենայի ղեկին բայց տեսնել եմ հիմնականում մահանումա փոխում իմանալը որ ասենք կոմայի մեջ կարող մահանա գցել են ազգանունը փակլաչ Հիմա որ հոդվածներով անձեր մեղադրանք։ Այս մեղադրանքը 242-ի 3-րդ մասն է, 2 եւ ավելի անձանց անզգուշությամբ Իսկ հիմա երբ դուք արդեն կենթանի եք մնացել այդ ղեկի մարդը չի Ղեկի մարդը Ռուսաստանում Ղեկի մարդը հիմա գտնվում է Ռուսաստանում Չէ գալիս դատարանում կարողացան կաշառքով փորձակնություն առնել, իրան դատախազին առան, դատախազը դա էս գործի հիմնական բանը Մարտիրոսյան Հակոբն է։ Առաջին հերթին է Հովսեփյան Գագիկն է, որը կեղծ ցույց տվեց, թե իբր ճանապարհին ես հանկարծ որոշել եմ մեքենա վարել, սովորել, թե իրանից վերցնել մեքենան, ընդ որում ես այդ օրը դուրս էի գալի գործի գնալու նպատակով, ոչ թե դուրս էի եկել ինչ-որ բաներ փորձարկելու, ես ինքս մեքենա վարել չգիտեմ ու ոչ էլ ցանկություն ունեցեմ որևէ մեկի մեքենան վարել։ Ըստ էության Մարտիրոսյան Հակոբը նախաքննականից հետո իրան դատարանը մեղադրանք առաջադրվեց, դատաքննության ընթացքում Մարտիրոսյան Հակոբը եկավ, դարձավ իր պաշտպանը։ Ըստ էության Հայաստանում պետք է դատախազը մեղադրի, չէ՞։ Բայց Մարտիրոսյան Հակոբն եկա դարձավ Հովսեփյան Գագիկի պաշտպանը, ասում է ես ներողություն եմ խնդրում իրանից, իր դեմ ապացույց չունեք, չնայած որ փորձակնությունով ապացուցում իր մեղքը, հրաժարվեց մեղադրանքից Մարտիրոսյանը։ Մեղավորը ձեր մեքենան է եղել։ Չէ, իր Հովսեփյանին է մեքենան պատկանել, մյուս անձին է պատկանել։ Mercedes-ն է մեղավոր։ Mercedes-ի վարորդն է եղել մեղավոր։ Հովսեփյանը ինքը արագության, բարձր արագությանն է զարգացել, դուրս է եկել Վազանցի, չի կարողացել տեղավորվի, բախվել է 06 մեքենա, Ժիգուլի Մագնիշի ավտոմեքենայի հետ, որի արդյունքում Ժիգուլի Մագնիշի ավտոմեքենայի ղեկին նստած անձը եւ բանը պասաժիրը ուղևորը մահացել է։ Իրականում դեպքից հետո ինքը ամիջապես իրեն հարցականել է քնիչը, նա ընդունել է, որ ինքն է եղել ղեկին եւ ընդունել է իր մեղավորությունը, որ եղել է արագ եւ զղջացել է կատարված է, այնուհետեւ տեսնելով որ մկրտիչը մահանում է, որոշում են կայացրել իրանց մեջ հավանաբար, որ փոխեն ցուցմունքը, ասեն չէ մկրտիչն է։ Եվ նման զուգադիպություն է եղել, որ իր հայրը նույն ձև նմանատիպ իրավիճակի մեջ անգեր, նախկինում էլի վթար է եղել, իր հայրը էլի մեղադրել են, որ ինքն է եղել ղեկին, նա ցուցմունք տվել, որ
կողքի ուղևորն է նստած եղեղեկին, այդ ուղևորը մահացել է, հորը բաց են թողել։ Նույն սցենարը իրանք մշակել են նաև այս ժամանակ եւ դատախազ ունենալով անձնական շահ այս գործի մեջ փորձել է իրավիճակը շտկել այն դեպքում, երբ որ կան 14 փորձագետի եզրակացություն, որոնք գիտականորեն հիմնավորել են ով է եղել ղեկին, ուղղակի հետքեր են հայտնաբերել ղեկի տակի հատվածում մյուս վարորդ, իրական վարորդի, այսինքն Գագիկ Հովսեփյանի անձրավարտիքի եւ դրա վրա հայտնաբերել են Գագիկ Հովսեփյանի կոշկի հետքը եւ պնդում են, որ նման հետ կարող էր առաջանալ միայն վթարի հետևանքով։ Այսինքն ինչ է տեղի ունեցել, փորձագետները հանգել են մեկ կարծիքի, դատախազը փորձելով իր անձնական շահ առաջ տանելով եւ այդ տուժողին չբերելով դատան, այսինքն դատան չի եկել տվյալ անձը հարցակնվի եւ քանի որ գտնվել է Ռուսաստանում, ասել են թող գնա Ռուսաստան, որտեղ ինքը չի կարող ցուցմունք տա, որ ինքը չի գտնվել ղեկին։ Երբ որ ինքը սկսում է ցուցմունք տալ, 2-3 հարցից հետո ինքը սկսում է կմկնալ եւ պատմել լրիվ այլ բաներ, քանի որ սուտ չի կամ այդտեղ են խոսալ։ Ինչ արել, այդ տուժողին փախցրել են Ռուսաստան եւ տուժողի ցուցմունքները նախաքննության ժամանակվա հրապարակել են, դատավորն է վերցրել, ասել է չեմ հավատում են 3 փորձագիտական հանձնաժողովներին, ամեն մի հանձնաժողովում 10-ից ավելի փորձագետներ ներգրաված, որոնք տվել են միանշանակ կարծիք, որ տվյալ անձը չէր կարող ղեկին նստվել։ Ուղղակի ավտոմեքենայում եկան բազմաթիվ հետքեր կան, որոնք համընկնում են իր հագուստին եւ մյուս անձի, որը մեքենայի մեջ գտնվում է հագուստ, որ բավարար է եզրանկում կատարել, թե ով է եղել ղեկին։ Բացի այդ էլ չկան որևէ ականատես վկան, որոնք փաստեն, թե տեսել են ղեկին ով է եղել, չէ։ Միակ ճանապարհը դա իրեղեն ապացույցներն են, իրավաբանության մեջ կոչվում են լրելյալ ապացույցներ, դրանք, որոնք շեղորեն հաստատում են այն հանգամանքը, որ ին վստահորտը չի գտնվել ղեկին, բայց դատախազը ասում է իմ ներքին համոզմունք ուրիշ է, ես լսեցի իրան, ոնց որ տեսքը դուրս չեկավ, տրամարել ինքն է ղեկին եղել։ Մենք հարցադրում ենք կամ հարգելի դատան, չէ որ փորձագիտական եզրակացություններ կա, չէ որ այս երկրում պետք է օրենքը մեկը միջև պաշտպանված անեն, չէ որ ես էլ եմ վարորդ կարող է նստեմ մի տաքսի մեջ, շուր գա, իմ հետ դուք խնդիր ունենաք, հա, դատավորներ, դատախազներ եւ որոշեք, որ ես որը խնդրել եմ տաքսիստին, տա իր մեքենան քշել, որտեվ հավես եմ արել մեքենան քշել։ Ոնց եմ ես պաշտպանվելու։ Միանշանակ պետք է նշանակվի փորձականություն եւ եթե վարորդի, տաքսիստի, հագուստի հետ կհայտնաբերում ղեկանևի տակ, ոնց կարող է ես նստած լինեմ ուղևորի տեղը, պասաժիրի տեղը եւ իմ շորը հագնվի վարորդի տակ եւ հակառակը վարորդի շորի հետ կհայտնվի կաջ դռան վրա։ Այս գործում եկամ ապացույցներ կան, մենք այդ ձեզ բաժանել ենք փորձագիտական եզրակացությունի եզրափակիչ, կտենակ 10 քանի կետով հիմնավորել են, որ ղեկին գտնվել է մյուս անձը։ Այլ ոչ թե իսկ ինքը պետք է 7 տարի կրի պատիժ, ինչա որ դատախազը անձնական շահ ունի, իր ուզում է իր քաղաքական այնտեղ խնդիրները լուծել, իր բարեկամի հարցը լուծել։ Ես հարց եմ տվել, խիղճ ունեք, ընդ որում ամբողջը սուտի վրա իված։ Իբր իր ազգականին նեղում են։ Ինչ։ Չի գալիս։ Այդ մարդը ղեկի նստած է հազիվ փրկվել փախել է։ Իրան պետք է 7 տարի դատել։ Իրան արդեն չեն կամ դատել։ Հիմա ինչ։ 7 տարի ազատ, ընդ որում համաներում այլել հոդվածը սկսում է այնտեղ 4-ից 10 տարի, եթե 5 տարի տայն համաներումով կազատեն։ Դրա փոխարեն ամեն ինչ անում են, որ այս տղային կալանավորեն։ Իսկ եթե տայն 5 տարի մենք բազմաթիվ պրակտիկա ունենք, այդ հոդվածով 5 տարի ազատազրկում են դատապարտել։ 4-ից 10 տարի, 5 տարի տայն կազատեն։ Դատավորը համ ապօրինի իրան 7 տարի է դատել, բոլոր դատական ծախսերը, որոնք անգամ խոսում են իր օգտին, այսինքն փորձագետը եզրակացություն է տվել, որ տվյալ անձը չի տնվել ղեկին, այդ գումարը բավականին մեծ գումարներ են փորձագիտական եզրակացություն, դրել են իր վրա, բայց դատավորը ճիշտ հակառակն արել, քան չի վստահել փորձագետին, բայց ես պատրաստ Եթե այն ամենին որոշումը կայացվել է, մարդը ազատության մեջ է, դուք այսինքն գործը ո՞ր փուլում է։ Չէ, իրան նկատմամբ ուղղակի դատավորը վախենում է, որ արդարացությունը ոտի կկայանի, ես ասում եմ հաստատ Վաղինակ Մկրչյանը ինքը նոր նշանակ դատավորն է, վախեցել է իր խափամիջոց կալանք ընտրելուց։ Եթե ինքը մի փոքր կասկած ունենար, որ ինքն է ղեկին, պատկերացնեք 7 տարի մարդուն դատապարտել, 2 մահացած մարդ ու խափամիջոց կալանք չընտրել։ Ինչի՞ց է, նա վախենում է, որտեվ ինքը մտածում է, որ վաղը մյուսօր իրեն կարդարացնեն, գոնե այդ իր կրած կալանքը իր վրա որպես պատիժ չսահմանեն, այսինքն ինքը գոնե ասում է հոգիս ազատ է, քանի որ ես իրան կարան վերաքնիչ դատան բողոքեն, ինքը ազատության մեջ է գտնում, ես գոնե իմ վրից տես կգցեմ։ Սա պետք է վերաքնիչ բողոք բերենք, ուրիշ բան, քան վերաքնիչ դատան բողոքարկել Մկրտիչ Վաղինակ Մկրչյանի կայացած որոշումը հնարավոր չի։ Որոշման մեջ ընդ որում չկա մի հատ փաստարկ, որով ինքը հիմնավորի, որ փորձագետները սխալ են։ Ինչ։
Չէ, խափամիջոցը տրված է չորագություն չհեռանալու մասին։ Այսինքն մարդը ուղղակի մտածել է իր վրից գցի, եթե իրան վաղը մյուսօր մեղադրելն են, ինքը կասի ես իրան ոչ կալանավորել եմ, հենա վերաքնիչ դատարաններ, ես սխալ եմ վերաքնիչը ազատեց։ Այսինքն պատասխանատվություն չկա զգացում, ինքը կարա լավություն անի դատախազին։ Եթե անհետքն համակարգն է փտած, ինչ երաշխիք, որ վերաքնիչը։ Մենք երաշխիքը չունենք, դրա համար էլ լրատվամիջոցների դիմում ենք, որ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանություն ընդհանրապես բացակայում է։ Մենք Կարեն Անդրեասյանի գրասենյակ դիմում եմ, ասում եմ, այս հարցով իմ դեմ ապօրինի գործողություններ անում եւ դատախազությունը եւ դատարանը, այդ պատասխանող աղջիկն ասում եմ մենք չենք զբաղվում նման հարցերով։ Ասում եմ նույն պարագայում, եթե ասենք եթե լավ, ընդունում եմ ձեր ասածը, նույն բանը Հրաչյա Հարությունյանի դեպքում է, չէ՞։ Ասենք որ Ռուսաստանն էր, այդ դեպքում ինքը ստեղ մարդու իրավունքները ոտնարում, ես իրանց ասում եմ ի վերջո Դե վերաքնիչ բողոք բերել, ուրիշ բաց եթե դատավճիռ ա կայացել, փաստաբան ուրիշ վերաքնիչ բողոքի բացի այլ բան չի կարող։ Ես մի հատ ուժում ձեր ուշադրությունը նաև բարձրացվեց Հրաչյա Հարությունյանի խնդիրը։ Տեսեք, մենք անգամ այնտեղ խնդիրը բարձրացած են անում, որ իրականում խախտել են մարդու իրավունքները, որ բերել են մարդուն, չգիտեմ, խալաթով նստեցրել են ճաղերի հետևից, երբ որ մենք այդ գործը ուսումնասիրեցինք, շատ հետաքրքիր իրավիճակ էր, զուգահեռներ կարամ անցկացնեմ այս գործի վերաբերյալ։ Պարզվեց, որ այդ խաչմերուկում, տեսեք ինչն է, Խաչմերուկում հետաքրքիր ինֆորմացիա տամ մտածելու համար։ Խաչմերուկում ինքը հավասարազոր խաչմերուկ է, եթե սխալ ասեմ, բանովասյան կողի։ Խաչմերուկում բացարձակապես դուք կարող եք մտնել Google-ով նայեք, որևէ նշան տեղադրված չի, գլխավոր եւ երկրորդական փողոցով։ Այսինքն եթե չկա նշաններ գլխավոր եւ երկրորդական փողոցով, ես օրինակ չեմ տեսել այդ քննարկումների Դատավճիռը եղել է, որ որոշում է կայացվել իրեն դատապարտել ազատազրկման 7 տարի ժամանակով, որը նա պետք է կրի Հայաստանի Հանրապետության արտադրության նախարարության կողմից որոշված ռեժիմով, այսինքն բաց տիպի ռեժիմով։ Ուժի մեջ եթե նա չես բողոքարկում, մեկ ամսա մեջ, եթե բողոքարկում ես, ուժի մեջ չի մտնում։ Լավ, եթե դատավորը վախենում է կալանավորել, դեպքում ինչու չի դրել են ժամկետի մեջ, որ ինքը ամնիստիայով դուրս գա ու ավելի հեշտ բարձրացնել։ Չէ, ասում եմ, լավ բան անում, այստեղ դատավորը միջև է դլկնես։ Մեղին է խփել անում։ Դատախազության քննիչ է աշխատել, իսկ այդ դատախազներ Մարտիրոսյան Հակոբը իր վերադասն է, ինքը ոնց կարող է գա հանգարց ասենք մարդու պաշտպանի։ Այս դեպքում ոնց որ ենթագայության բան է դուրս գալի։ Դատախազության քննիչը եկել մի ամի դարձել են դատավոր, երկու ամիս հետո պարտի որ պետք է վերցնել։ Բայց ինչպես Չէ, այստեղ խնդիր եղել է տուժողներին բարենպաստ իրավիճակ, որտեղ այստեղ տուժողների դրական կողմը պետք է ապահովի։ Ինչ փաստ է վերցնում որպես ապացույց, որ ղեկին եղել է։ Ներքին համոզմունքը, հավատացեմ, ձեզ Որևիցե փաստ։ Փաստ չկա, գործում ասում եմ չկա վկա, որը ականատես լինի, վկաները կամ փաստում են միջև այդ դեպքը ոնց եղեք եւ դեպքից հետո։ Ականատես վկա չունենք։ Փորձագիտական եզրակացություններն են, մեկ էլ ավտոմեքենան որպես իրեղեն ապացույց, մեկ էլ իր մարմինն է ստացած վնասվածքներով եւ հակոստերով։ Այդ բոլորը տրամադրվել է փորձագետներին։ Մյուսի վկայությունը կա։ Հա, կա մյուսի վկայությունը, որ ինքը ասում է, սկզբից ասում է ես եմ եղել ղեկին, հետո երբ որ ինքը հիվանդանոցում պարկացնում, ասում է չէ, ես չեմ եղել, ինքն է եղել։ Երբ որ կենթանանում են, առեսում են անում, ասում է այն մեկ ասում է ես եմ ինքն է եղել ղեկին, մկրտիչը պնդում է որ նա եղել ղեկին։ Նշանակում է փորձակնություն, առաջ երկու փորձագետները տալիս են, որ միանշանակ այն անձն է եղել ղեկին, երրորդ փորձագետը տալիս է որ հնարավոր չի որոշել ով է եղել ղեկին, հավանական է որ մկրտիչը լինի, առավել հավանական է, չորրորդ փորձագետը տալիս է որ միանշանակ մկրտիչը չէր կարող լինել ղեկին եւ հայտնաբերում են նոր հետքեր, նոր փաստեր, որը դատանը բացարձակապես հիմք չի ընդունում։ Ձեր ասած այդ հիմնական հետքը, որ ասում եք ինչով է ապացուցում, այդ Բաղդասարյանի ասած ղեկանի վիճակի այդ արտատպվածքը ետնա բյուրոյի ես դատախազին ասում եմ պարոն Մարտիրոսյան, եթե մարդը ակնհայտ կեղծ ապացույց է ձեռքերի նկատմամբ, որը ապացուցվեց 4-րդ փորձակնությունով, այսինքն նախկինում ասում էր թե իբր արտատպվածքը իմ անդրավարտիկից առաջացել, բայց վերջի փորձակնությունով ապացուցվեց որ ոչ, դա հենց վարորդի անդրավարտիկի հետն է եւ չէր կարող միանշանակ չէր կարող իմ անդրավարտիկից դա առաջանալ։ Փոխանակ ինքը որպես դատախազ, որպես մեղադրող մարմին գործ արուց այդ փորձագետների վրա, որոնք ակնհայտ կեղծ եզրակացություն են տվել, ինձ այդ կեղծ եզրակացությունով ընդգրկել են որպես մեղադրյալ, հետո ամբաստանալ, դատախազը վերցնում ասում է ես ինքեմ ընդունում հենց այդ կեղծված եզրակացությունը, այսինքն սա եւս մեկ անգամ ապացուցում է իր շահագրգիռ լինելու հանգամանքը։ Եթե ինքը ակնհայտ կեղծ
Որ մարդու։ Հիմա դուք եք այնտեղ Ռուսաստանից ոնց եք բերում այդ մարդուն։ Մի հատ հուշեք։ Դատարանը պետք է միջոցներ ձեռք։ Ուրեմն ձեզ ասեմ Ինտերպոլը բերմանով չի ընտրում։ Ինտերպոլը միայն զբաղվում է հետախուզման հայտնաբերումը անձին, եթե ինքը գտնում է մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակով եւ թակ տվել է քննությունից, որից հետո ինքը հայտնում է իրավապահ մարմինին, ասում է այնտեղի մեղադրյալին բերեք Հայաստան։ Իսկ եթե ինքը տուժող է, մեխանիզմ չկա օրենսդրությամբ, ձեզ հավաստացնում եմ։ Այսինքն դատարանը հարկ չի համարել այդ մարդուն կանչել։ Չի կարա, մեխանիզմ չկա։ Մեր օրենսդրությանը բացակայական հանրապետությունից քանի գործը չի Ինչ? Ղեկի վրա մատնահետքերը չեն վերցրել, որ վերցնեին ժամանակին, ախր ժամանակին ինքը քանի որ ընդունել է, ասում է ես եմ եղել ղեկին։ Եվ կար բազմաթիվ, այլ փորձակնության իմաստ չկա, հիմա պատկերացնում եք ամեն գործող ղեկից մատնահետ վերցնել։ Իսկ փաստորեն դատարանի սխալա վարվել, որ համաներում չի կիրառվել։ Չէ, այստեղ դատանը ոչ թե սխալ է վարվել, այստեղ իրականում ես ձեզ ասում, եթե անձը մեղավոր է տվյալ գործով, պետք է կրի 7 տարի ազատազրկում։ Ես համամիտ եմ դրա հետ, որտեղ եթե անձը մեղավոր, բայց տվյալ դեպքում ինքը չի կատարել, ուրիշի փոխանեն գնան նստի, ինչա որ այնտեղ դատախազիր է քաղաքական խնդիրը լուծի, դատավոր իր խնդիրները լուծի։ Ուղևորելը կարող դատես։ Այս երկրում իրար Արդեն մենք բողոք ենք ներկայացել, ինքը լրանա չլրանա, արդեն լրացել է։ Որպեսզի բեկանին իրան էլ արդարացնեն։ Իսկ այդ անձնական շահագրգռվածությունը ասիկին։ Իր բարեկամները հրազդանում են աշխատում, իր հայտնած բանավոր հայտարարության, որ դատավորում հայտնվում է իր բարեկամների վրա իր ազգականը գործող քաղաքապետը ճնշում է գործադրել, բայց ես ինքս եմ լսել այդ իր բարեկամի խոսքերը, որ ասում է տենց բան գոյություն չունի, երբեք քաղաքապետի վրա ճնշում չի գործել։ Այսինքն որպեսի այն մի հատ լավ բառ կա, մուտի տանեն, ասում են իր ազգականը քաղաքապետն է իմ բարեկամների վրա ճնշում է գործադրել, բայց այդ կինը աշխատում է տնորեն մի հատ մանկապարտեզում 72 տարեկան ասում են ուզում են գործից անել։ Այդ կին ասում է ես տենց խնդիր չունեմ, եթե ես ինքս 72 տարեկան եմ, խնդիր կունեմ, կխնդրեմ ինձ աշխատանքից կա։ Ես ինքս զրուցել եմ այդ կնոջ հետ։ Ասում է ես 72 տարեկան եմ, ես ինքս եմ ուզում գնամ թոշակի։ Ինձ ոչ մեկ չի ճնշել, որ գնաս տուգում նշանակի, որ ինձ միտոմնավոր թոշակի։ Տենց բան չի եղել, ասում է։ Դատախազը սուտ է սաղին խապում, որ ասում է իմ խաթերը էս ամեն ինչ անում։ Ինքը իր խնդիրներն է լուծում։ Ինքը իրական իր անձնական խնդիրներն է դատախազը լուծել։ Ամեն ինչ խափելով, ինքը ասում է, որ եկել եմ Մկրտիչը ինձ կաշառք առաջարկել, ես արդար մարդ եմ, կաշառ չեմ եկալում։ Այ մի հատ նայեք ձեր քշած մեքենաները, ձեր հարստությունները, այդ որտուց է ձեր այդ բանը։ Մկրտիչը ասում է ես իրան ոչ ճանաչում եմ, ես ոչ էլ տես միջոցներ եմ, ոչ մեկի ոչ ես ելնել եմ ուղևոր էտամինակ կաշառք առաջարկեմ, որ ինչ։ Այն մի հատ հայկական լավ խոսք է, սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում։ Հիմա փոխարեն ես ասեմ, իմ կյանքը ես արդեն կորցնում եմ, այդքան վնասվածքներ ստացել։ Փոխարեն ես բողոքեմ, ինձ են տանում դատել։ Այսինքն հակառակ այս երկրի լրիվ թարս է, էլի շուռայ կացավացում։ Մարտիրոսյան Հակոբ։ Մարտիրոսյան Հակոբ։ Ինքն էլ մի հատ հատակնության ընթացքում նա իրան օգնական է բերել Մարաբյան Սերգեյին, որ ինքն նորից իր մոտի աշխատողն է, երկու դատախազը ուզում են ուղևորին դարձնեն վարորդ։ Ու այդ երկու դատախազները մի հատ միացավ դատավորը ու դարձրեցին, էլի։ Այսինքն այս երկրում կարող է դուրս գաս ինչ որ մեքենա նստես տեղ գնաս ուղևորները հանգարց դատեն քեզ։ Ոչ մի բան ապագորոշ տնից դուրս գալը արդեն դատվելու ասա։ Դատարանում այդ հարցը բարձրացել է, երևի պարոն անգլիսներն հարցնել ձեզ բոլորին։ Եթե դու վարորդի դու քո մեքենան ես, սեփականատերը դու ես։ Ես իմ մեքենան, հա։ Դու չէ։ Ինչ որ մարդ է։ Եվ նա թույլ է տալիս արագընթաց տրասայի վրա թույլ է տալիս ոչ վարորդական իրավունք ունեցող մեկ անձի իր ընկերոջը նստի ղեկին։ Նա հանցագործություն չի կատարում։ Չէ, զանցանք է վարչական։ Չգիտեմ, այդ հարցը չի քննարկվել, դատախազությունում ինձ աշխատողն ասում է, բայց այդ դժողներն են ճիշտ բողոքում, պետք է պատժվի, մարդը ասում հա մեղավորին տարեք պատժեք, ես էլ եմ կողմ, մարդիկ երկու հոգի անմեղ տեղը մահացել են, տարեք դատեք, բայց ոչ թե ուղևորին։ Անմեղ տեղը Հա, վարչական տուժը Եթե անգամ մահ է առաջացրել։ Էական չի, այնտեղ միայն խմած անձին ղեկը հանձնելն է քրեորեն բաժելի, եթե դուք հանձնում եք այլ անձի, որը վարչական իրավունք չունի կամ հանձնում եք այլ անձի, որը ունի, բայց լիազորված չի վարելու, դա առաջացնում է վարչական զանցան, վարչական պատասխանատվություն։ Այդ ականատեսները մեքենան կանգնած, Մերսեդեսը կանգնած, ոչ մեկը չի տեսել։ Իսկ ընթացող մեքենայի մեջ տեղափոխություն հաստատ չի կարելի։ Ոչ մի հանգամանք դատարանը հաշվի չի առնում։ Հույս ունեք, որ լուծում կստանաք։ Եթե հույս չունենանք, չէինք համակարգել սա։ Հույս կա, բայց շատ քիչ։ Հայտնել ուսանք, որ արտահայտությունը Շնորհակալ եմ։